Պարզվեց, որ ընդդիմության բոյկոտները արդյունք չեն տալիս եւ չքվեարկելով ընդամենը օրենքները ընդունվեցին հանրապետական մեծամասնության կողմից եւ չքվեարկելով ընդամենը տպավորություն է, որ ընդդիմությունը իր դիրքորոշումը չի հայտնում։ Սա առաջին հարցս եւ մամուլեյն։ Եվ երկրորդը, արդյոք կարիք չկա խորհրդարանը ցրելու։ Լավ, վերջի մասը լավ է։ Խորհրդարանը ցրելը քաղաքական լուծում է, հանգուցալուծում է։ Եվ կարող է լինել տարբերակներից մեկը հանգուցալուծման։ Ես դեմ չեմ, մանավանդ որ այսօրվա խորհրդարանը բացարձակ չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները, բացարձակ։ Երկրորդ, մենք այսօր շատ ավելի ուժեղ ենք, քան 1 տարի առաջ, քան 2 տարի առաջ։ Մենք մտել ենք 7 խորհրդարան, 7 հոգու, այսօր քառյակը հստակ առանց տատանվելու ունի 53 ձայն։ Եվ այդ 53-55 ձայնի շնորհիվ է, որ իրենք իջել են եզրի վրա, եւ սա կարող է լինել ամփոփիչ այսօրվա համար, այս տարվա խորհրդարանի ընտրությունները եւ այս նստաշրջանի օրենքները բոլորը հիմնական օրենքներ անցել են 66, 67, 68 ձայնով։ Սա նշանակում է, սա հանրապետականի վերջնական ռեսուրսն է, իր ռեզերվն է, որ ինքը ամենը դուրս է հանում։ Եվ դա է իր մաքսիմալ թիվը, իսկ ընդդիմությունը կարողացել է համախմբել եւ ունենալ մինչեւ 55 ձայն։ Այս process-ը բնականաբար ես կարծում եմ կշարունակվի։ Ես այդպես եմ տեսնում, իմ մոտեցումները այդպես են, որ ավելի լավ է տեղի ունենա ներքին հանգիստ իշխանափոխություն, հանրապետական մի մասը հասկանա, որ բավական է Սերժ Սարգսյանի կուլ սարքել եւ կույր ձևանա ու անել բոլոր այդ հրահանգներին, ինչ որ գալիս է, քիչ քաղաքացի մեջ ներառնանա, ես հույս ունեմ դա լինելու է, եւ այս ձևով հասունանա կամ հանգուցալուծվի քաղաքական ճգնաժամը, որ Հայաստանում կա եւ հասունանա։ Դա ես որպես լուծում դա եմ պատկերացնում։